QR-ն այս տարվանից էժանացել է ապրանքների վրա փակցվող data matrix կոդերի համար բիզնեսը հատի հաշվով մինչև վերջերս եթե 4.2 դրամ էր վճարում, ավելացված արժեքի հարկը ներառյալ գինն այժմ դարձել է 3 դրամ։ Փոփոխությունն արվել է Ռուսաստանի կամ Ղազախստանի համեմատ QR-ը մեր մոտ կրկնակի թանկ է գործարանների բողոքը վերլուծելով պատմում են Հայաստանի ներդրումային խորհրդում։ Խնդիրը փոխվարչապետի գլխավորած փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման նիստում քննարկելիս պարզել էին։ Տվյալ կոդերի գին որոշելու բացառիկ իրավունքը տրված է ԻՄԱՐԿ ազգային օպերատորին, դրա համար էլ սահմանել էր։ Իրավիճակը շտկելու առաջարկը պետությանը չուշացավ դեկտեմբերի վերջին օրերին հաստատվեց, ներկայացնում է Հովսեփ Պատվականյանը։ Առաջարկներից առաջինը այն էր, որ տվյալ լիազորությունը վերապահվի կառավարությանը ու կառավարությունը գին որոշողը լինի, մոտ 35-ից 40%-ով ավելի մատչելի գին սահմանվեց QR կոդերի համար, ինչը էլ ավելի կարևոր է, որ երբ համեմատում ենք անցյալ տարվա քանակը, մոտ 1 միլիարդի չափ QR կոդեր են գեներացվել տնտեսվարողների համար ու հաշվարկում ենք, ստացվում է, որ մոտ 22 միլիոն դոլարի բեռ կթեթևանա տնտեսվարողների համար այս տարվա ընթացքում։ Հաշվի առնելով գնային նկատելի տարբերությունը, նախորդ տարի թանկ data matrix ձեռք բերած բիզնեսների համար նաև փոխհատուցում զեղչ է սահմանվել։ Որոշակի թվով QR նրանց կտրամադրվի գրեթե անվճար 0.1 դրամով։ Հնարավորությունը միայն եւ միայն 2025-ին այս կոդերը կիրառած ընկերությունների համար է։ Արտոնությունը կապակցված նրանց օգտագործած քանակների հետ։ Անվճար QR ստանալու մեխանիզմն է բացատրում ՊԵԿ-ի փոխնախագահը։ Օրինակ, եթե 25 թվականին ինչ-որ տնտեսվարող ձեռքաբերել 1000 հատ հսկիչ նշան 3.5 դրամով, վճարել է 3500 դրամ։ Եթե 2.5-ով ձեռք բերեր, կվճարեր 2500 դրամ, այսինքն 1000 դրամ ինքը ավել է վճարել։ Հիմա 1000 դրամի համապատասխան բաժանած 2.5 դրամի 400 հատ հսկիչ նույնականացման նշան ինքը 26 թվականին կարող է ձեռք բերել 0.01 դրամով։ Համլետ Սահակյանը պնդում է կոմիտեն անընդհատ լուծումներ է մշակում QR-ի վերաբերյալ բիզնեսի բարձրացրած հարցերին։ Առևտրում հատած սկանավորելը երկար է տևում բողոքից հետո ներդրվեց խմբային կոդը։ Ինչպես դուրս գրեն այն թթվասերի data matrix-ը, որը ոչ թե խանութում վաճառվում, այլ ռեստորանում աղցանի կամ հրուշակեղենի արտադրամասում է օգտագործվում հարցինի պատասխան պահեստապետներին բջջային հավելվածն առաջարկեցին։ Շուտով մի շարք իրավիճակներում առհասարակ կհանեն QR-ը սկանավորելու պահանջը խոստանում են։ Հետագայում նախատեսում ենք հիմա էլ կառավարության որոշում կա, երբ որ արդեն հաշվարկային փաստաթղթերի մեջ կարտացոլվեն QR-ները, այդ դեպքում արդեն հաշվարկային փաստաթղթով ստանալիս հարկվճարողները կկարողանան, եթե իրենք գիտեն, որ դա օգտագործելու են որպես ներքին սպառման համար, միանգամից հաշվարկային փաստաթղթում նշում կանեն եւ կստորագրեն ավտոմատ կմարվի արդեն։ QR-ի մասով մի քիչ ավելի վաղ տուգանքներն էին մեղմվել, այն չսկանավորելու խախտման համար 300,000 դրամ պատիժ էր սահմանված ճիշտ նույնքան, որքան կտրոն չտպելու։ Մինչդեռ բոլորին պարզ է, սարքի հետ աշխատելու նոր պահանջին վարժվել էր պետք։ Հասկանալի էր, որ քանի որ համակարգը նոր է ու տնտեսվարողները ընտելանում են համակարգին, նաև այն, որ շատ դեպքերում սկանավորումը լավ կարող է չաշխատել եւ այլն, մենք այստեղ առաջարկեցինք, որ տարբերակված մոտեցում լինի եւ տուգանքները 10 անգամ նվազեցրեցին, օրենքի մեջ փոփոխությունը համապատասխան ընդունվել է ու 300,000 դրամի փոխարեն տուգանքը իջեցվել է 30,000 դրամի։ Հունվարից ի դեպ QR-ը պարտադիր է Հայաստանում վաճառվող հերթական խումբ ապրանքների համար։ Դրանք են կաթնամթերքը, մսամթերք երշիկեղենը, կենդանիների կեր, դեղ, վիտամին, օծանելիք, կոսմետիկա խնամքի միջոցները եւ ներք, լաք, նավթավերամշակման արտադրանքը։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան, Աշոտ Խաչատրյան լուրեր։